Տաշիր կապիտալը վերջին 5 ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու համար։ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Վարդան Ալոյանի խոսքով այս առաջարկի հիմքում ոչ թե 3.6 միլիարդ դրամի, այլ արդեն 6 միլիարդի դրական տարբերությունն է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ անգամ դիմումը մերժել էր պատճառաբանելով, որ քանի որ որպես հիմք ընդունված է 6 ամսվա կտրվածքով կատարված հաշվարկը, կա ռիսկ, որ հակառակ էֆեկտը կարող ունենալ, կարող է 1 տարվա կտրվածքով գումարի չափը ոչ թե դրական լինի, տարբերություն այլ բացասական լինի եւ արդյունքում անհրաժեշտություն ունի մի բան է սակագինը բարձրացնելու։ Հիմա նորից դիմումը ներկայացրեցինք, արդեն ներկայացնելով գրեթե 1 տարվա հաշվարկ թիվը հիմք ընդունելով, որը արդեն իսկ կազմում է 6 միլիարդից ավել գումար, այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բան էլ մեր կանխատեսումների համաձայն ավելացել հասել է 6 միլիարդի։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրառում է արել ու ներկայացրել, թե ինչպես կարող է էլեկտրաէներգիայի սակագինը իջնել 3 դրամով։ Կարապետյանի խոսքով 2024 թվականին հեծ մոտ 5 միլիարդ կիլովատ էներգիա է մուտք արվել, որից բնակչության գծով մուտքը 2130 միլիարդ կիլովատ է։ Չնայած ԿՊԱ-ական կառավարիչ նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին էներգիայի շնորհիվ այս պահին կա 6 միլիարդ դրամի ավելացած գումար հեծում։ Իջեցնում ենք միայն բնակչության համար սահմանված սակագինը եւ էլեկտրաէներգիայի սակագինը իջնում է շուրջ 3 դրամով, գրել է Նարեկ Կարապետյանը ու եզրափակել իջեցրու սակագինը պարոն Մեծրոպյան հեշթեգով։ Մասնավորապես մեր գերիների Ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, իսկ հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան, հայտարարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Հայաստանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի մերժելուն։ Սիմոնյանի խոսքով Հայաստանը ակնկալում է, որ բոլոր այն երկրները, որոնք մասնակցել են եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովներին, Երևանում նույնպես կմասնակցեն։ Խորհրդարանի խոսնակը նշել է, որ Ադրբեջանի հետ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես գերիների պահվող անձանց հարցը, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են։ Մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրանց համար ստեղ հանգիստ լինի։ Իդեպ Թուրքիայի առաջնորդի վարչակազմը Ռիո Նովոստի գործակալությանն ասել է, որ Երևանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Էրդողանի մասնակցության վերաբերյալ որոշման մասին հայտնի կդառնա ավելի ուշ, չհստակեցնելով ժամկետները։ Հայաստանի վարչապետը պատասխանել է Մայրաթոռի հայտարարությանը, որ Հովանավանքում իշխանության հովանավորությամբ կատարվող ապօրինի ծեսը պղծություն է։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պղծություն է վեհափառի կուսակրոնության ուխտը դրժելը։ Պղծությունն այն է, որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի եւ ըստ էության կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի բաշխման, արքի ու վաճառքի։ Պղծությունն այն է, որ մենք կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որը Աստծուն չի հավատում։ Գիշերը ԱԱԾ ծառայողները մտել են Էջմիածնիկ հիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, այդ թվում բարձրաստիճան զինվորականներ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ռազմական ոստիկանությունից արերևույթ հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է հակակոռուպցիոն, որտեղ իրավապահ մարմինը սահմանված կարգով ընթացք է տվել։ Ըստ հրապարակ օրաթերթի, մինչ այս պահը իրավապահները օպերատիվ գործողություններ են անում զորամասի տարածքում։ Առավոտյան իրար են բախվել Հրազդան Երևան երթուղին սպասարկող համար 270 մարդատար գազելն ու Opel Magnish-ի մեքենան։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն։ Գյումրու քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո հարուցված քրեական գործով անցնում է 43 հոգի։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ 2 նոր անձի վերաբերյալ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս գործի շրջանակներում կալանավորված է արդեն 23 հոգի, 15-ը տնային կալանքի տակ են, եւս մեկը վարչական հսկողության։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փաստաբանների միջոցով հայտարարություն է տարածել, շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, որոնք իր կողքին են։ Հանձնարարել եմ, որպեսզի ներքին գործերի նախարարությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը
ոչ թե աշխատանքային, ես հանձնարարել եմ, որ ճգնաժամային խումբ ստեղծեն։ Նիկոլ Փաշինյանի այս հանձնարարականից 2 շաբաթ անց Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստն է տեղի ունեցել։ Քննարկել են Երևանի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծման տարբերակները, մասնավորապես քաղաքի խցանումների, ավելացող մեքենաների եւ ընդհանուր ճանապարհային կարգավորման հարցերը։ Մյուս նիստին քննարկելու են սահմանափակումների հարցը, սակայն պարզ չէ սահմանափակումը վերաբերելու է մեքենաների թվին, թե խոսքը այլ բանի մասին է։ Պայմանավորվեցինք 18 խաչմերուկների լուսացույցերի մրցույթի փաթեթ ունենալ։ Ավտոբուսային գծերը դուք արդեն կներկայացնեք բոլորին եւ իհարկե ամենակարևոր հարցը, որը որ ֆիքսեցինք նաեւ պոտենցիալ սահմանափակումների օրակարգը, որը հաջորդ անգամ հենց դա պոտենցիալ քննարկենք։ Հայաստանի վարչապետի հանձնարարականով ստեղծված Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովը կարծես թե գտել է Երևանի խցանումներից ձերբազատվելու լուծումը։ Տիգրան Աբինյանը, որը նաև ղեկավարում է հանձնաժողովը, այսօր ազգային ժողովում պատգամավորներին ներկայացրել է, թե ինչպես են պատրաստվում հարցին լուծում տալ։ Որոշել են հասարակական տրանսպորտին առավելություն տալ անձնական մեքենաների հաշվին, առանձին հատվածներում կամ ժամերին կարգելվի մեքենաների մուտքը քաղաքի որոշ հատվածներ։ Երևանի գլխավոր խաչմերուկներում էլ գործարկեն նոր լուսացույցեր, որոնք կարողանան գնահատել մեքենաների հոսքը եւ ըստ այդմ կարգավորել տվյալ հատվածի երթևեկությունը։ Քաղաքապետի խոսքով խցանումների հիմնական պատճառը մեքենաների թվի աննախադեպ աճն է։ Խցանումները իրենք տնտեսական որոշակի ակտիվության հետևանք են։ Դա նշանակում է մարդիկ ավելի շատ ավտոմեքենաներ են գնում եւ որոշակի, այսպես ասած, հնարավորությունները ավելանում են։ Սա հստակ արձանագրում է, որովհետեւ միայն Երևան քաղաքում 1 տարվա ընթացքում վերջին 11000 նոր ավտոմեքենա է գրանցվել։ Եվ այդ բոլոր ավտոմեքենաները միանգամից դառնում են, ել չասեմ, դա միայն Երևանում, հարակից մարզերի ավտոմեքենաների քանակը ել չասած, այսինքն իրենք նույնպես վստահաբար Երևանի փողոցներով երթևեկում են։ Մարտական հերթապահության ընթացքում նախնական տվյալներով հանկարծամահ է եղել ԵԿՄ անդամ Սամվել Թանգիի Հայրապետյանը։ Դեպքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն, կատարվում է քննություն, ասված է Երկրապահ կամավորների միության հայտարարությունում։ Հայաստանի Հանրապետության Գեներալ-մայոր Հայկ Բաբայանը ազատվել է Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով Բաբայանը կնշանակվի ոստիկանության գվարդիայի պետ։ Պատմության մեջ առաջին անգամ Նիդերլանդների խորհրդարանում հայ падգամավոր կլինի։ Հոկտեմբերի 29-ի խորհրդարանական ընտրություններում մեր հայրենակից Անի Զալինյանը, որ առաջադրվել էր կանաչների ձախ կուսակցության եւ աշխատանքի կուսակցության դաշինքի ցուցակով, ստացել է падգամավորական մանդատ։ Шановні українці, Україна. Ուկրաինական Սլավյանսկի Ջեկին եւ Չեռնոգովի հերոստաաշտարակին է հարվածել ռուսական զինուժը։ Ջերմաէլեկտրակայանի տարածքում 2 մարդ է զոհվել։ Վլադիմիր Զելենսկին կատարվածը ահաբեկչություն է անվանել եւ ասել, մեջբերում նորմալ մարդիկ այսպես չեն կռվում։ Ռուսական կողմը հարվածել է նաև ուկրաինական Սումի քաղաքի բնակելի շենքին, երկաթուղային ենթակառուցվածքին։ Հարվածների հետևանքով կա 11 վիրավոր։ Հազարավոր հարեդիներ, ծայրահեղ պահպանողական հրեաներ դուրս են եկել Երուսաղեմի փողոցներ միլիոն մարդու երթ կոչվող բողոքի ցույցի ընդդեմ զինվորական ծառայության մասին նոր օրենքի, որը ծայրահեղ պահպանողական հրեաներին պարտավորեցնում է ծառայել իսրայելական բանակում։ Աղոթքի եւ պաշտամունքի միջոցով մենք ավելի արդյունավետ ենք պաշտպանում մեր երկիրը, քան զինվորները։ Մենք ենք հայրենիքի իրական պաշտպանները։ Հարեդիները, որոնք ավելի հայտնի են որպես ուլտրաօրթոդոքսներ, ազատված են զինվորական ծառայությունից Իսրայելի հիմնադրումից 1948 թվականից սկսած։ Այն ժամանակ ծառայության չէին կանչում մի քանի տաղանդավոր կրոնական գիտնականների։ Տարիների ընթացքում քաղաքականապես ուժեղ կրոնական կուսակցությունների ազդեցությամբ այդ թիվը զգալիորեն մեծացել է։ Զանգվածային ցույցերի պատճառով Երուսաղեմի փողոցներում խցանումներ են առաջացել։ Քաղաքի տարբեր հատվածներում տեղակայվել են հազարավոր ոստիկաններ։ Ըստ իսրայելական մամուլի, ոստիկանների եւ ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ։ Ավելի վաղ վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ավելի քան 10,000 հարեդի երիտասարդ արդեն միացել է իսրայելական բանակին։ Այժմ կառավարությունը մշակում է նոր օրինագիծ նրանց զորակոչը կարգավորելու համար, մինչդեռ ուլտրաօրթոդոքս կուսակցությունները պահանջում են օրենք, որը նրանց վերջնականապես կազատի պարտադիր ծառայությունից։
Իսրայելական ռազմական բուլդոզերներն ու տրանսպորտային միջոցները Սիրիայի հարավում աշխատանքներ են արել։ Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կազմակերպությունը հաղորդել է, որ իսրայելական ուժերը շարունակել են հողափոր եւ շինարարական աշխատանքները Սուֆա 53 նախագծի համար։ Դրա նպատակը ցանկացած հնարավոր սպառնալիքի դեմ անվտանգային պատներ ստեղծելն է, որն ընդգրկում է Սիրիայի տարածքում ռազմական միջանցք։ Իսրայելը նախորդ տարվանից նաեւ ուժեղացրել է իր վերահսկողությունը հարավային Սիրիայում եւ ավիացիոն ու ծովային հարվածներով ոչնչացրել այնտեղ պահպանված զինանոցների մեծ մասը։ Գործողությունների երկու երկրների իշխանությունները չեն մեկնաբանել։ Աֆղանստանն ու Պակիստանը համաձայնել են երկարացնել հրադադարի ռեժիմը եւ շարունակել խաղաղ բանակցությունները։ Միջնորդ կողմերն այս անգամ Թուրքիան եւ Քաթարն են։ Աֆղանա-պակիստանյան նոր հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 6-ին Ստամբուլում։ Կողմերը նաեւ կստեղծեն վերահսկման մեխանիզմ խախտումների դեպքում պատժամիջոցներ կիրառելու համար։ Ավելի վաղ երկրները փոխադարձ հարվածներ էին հասցրել միմյանց եւ փակել միջպետական սահմանը։ Generals, admirals. ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը կհամագործակցեն պաշտպանության ոլորտում։ Ծրագիրն արդեն կա, հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը։ Նա 10-ամյա ստորագրված համաձայնագիրը համարել է առաջընթաց ԱՄՆ-Հնդկաստան գործընկերության համար։ Երկու երկրները պաշտպանության ոլորտին վերաբերող տեղեկություն կտան իրար։ Տեխնոլոգիական համագործակցություն կլինի։ Պենտագոնի ղեկավարի խոսքով երկու պետությունների պաշտպանական կապերը երբևէ այսքան ամուր չեն եղել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր կոշտ քայլերի է դիմում միգրանտների դեմ պայքարելու համար։ Նրա որոշմամբ 2026 թվականին ԱՄՆ-ն կարող է ընդունել ընդամենը 7500 փախստականի։ Նախորդ սահմանաչափը Ջո Բայդենի վարչակազմն էր սահմանել՝ տարեկան 125000 միգրանտ։ Սպիտակ տանը տոնել են Հելոուինը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ հետ երեխաներին կոնֆետներ է բաժանել, ողջունել Սպիտակ տան աշխատակիցներին։ Միջոցառմանը ներկա են եղել հարյուրավոր զինվորականների, իրավապահների, խնամակալ եւ որդեգիր երեխաների ընտանիքներ։ Սպիտակ տունը սոցցանցում հրապարակել է դեմոկրատ ուրբականների տեսանյութ, գրելով, որ դեմոկրատները անհետանում են ամերիկացի ժողովրդի տեսադաշտից, երբ դրանք ամենաշատն են ունենում իրենց կարիքը։